Արարատ գյուղ Հայաստանի Արարատի մարզում Երևան Նախիջևան մայրուղու վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 20 կիլոմետր հարավ-արևելք։ Նախկինում ունեցել է Դավալի, Դավալու, Դևրլու անվանումները։ Եղել է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ։ Վերանվանվել է 1935 թվականին։ Արարատը նախկին Դավալուն Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Գտնվում է գեղատեսիլ վայրում։ Արևելքից տարածվում են ուրծի լեռները, դիմացը բիբլիական Արարատ լեռն է։ Ոչ շատ հեռվից Հայաստանի պետական սահմանի երկայնքով ձգվում է Արաքս գետը։ Արարատ գյուղի հին դպրոցում, ներկայիս 3-րդ միջնակարգ դպրոցում դասավանդել է մանկագիր Աթաբեկ Խնկոյանը։ Դավալու անվան մեկնաբանությունը ոմանք կապում են Դավի և Լի բառերի հետ, բացատրելով, որ այն նշանակում է կռվի Դավի վեճի վայր։ Ուսումնասիրություններն ապացուցում են, որ գյուղի բնակիչները պատվասեր և հյուրասեր են եղել, զենք գործածելու մեջ հմուտ։ Յուրաքանչյուր ընտանիք զենք է ունեցել։ Դա է պատճառը, որ Դավալու գյուղը կանգուն է մնացել, թալանի չի ենթարկվել։ Ոմանք Դավալու անունը բացատրում են ասելով, թե դավալեցիների սարսափն այնքան է տարածված եղել ավազակ ցեղերի վրա, որ գյուղ մտած ուխտը վախից լու է դարձել։ Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 856 մետր բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է, մայիսից մինչև հոկտեմբեր։ Օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +26-ից 28 աստիճան Ցելսիուս, իսկ առավելագույնը 42 աստիճան Ցելսիուս։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-ից 300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներն են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղում կան կվարցի և օնիքսային սև մարմարի պաշարներ, որի մշակումից ստացվում է դեկորատիվ սալիկներ։ Բնակչությունը ձևավորվել է գերազանցապես 1828-ից 1829 թվականներին Մակու և Սալմաս գավառներից ներգաղթածներից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների, Արարատի մշտական բնակչությունը կազմել է 7609 մարդ, առկա բնակչությունը մոտ 7330 մարդ։ Ըստ 2010 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, համայնքի բնակչությունը կազմում է 8275 մարդ, որից 48%-ը տղամարդիկ են, իսկ կանայք 52%։ Մինչ աշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները 61%, հետաշխատունակները 16%։ Գյուղն ունի 2315 տնտեսություն, ունի 3 դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց, ամբուլատորիա, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան թանգարան։ Ոռոգումը կատարվում է ազատ և Արաքս գետերի ջրերով։ Խմելու ջուրը գալիս է Գառնուց։ Ունի գինուգործարան, որը հիմնադրել է Շուստովը 1906 թվականին, հետագայում կողոպտվել է և վերաբացվել է 1925 թվականին։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Համախառն ըմբերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տակդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր և խոթարքեր։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջուրն է և ոռոգման խմելի ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։ Արարատ գյուղի հարավ-արևելյան մասում է գտնվում Սուրբ Հակոբ եկեղեցին։ Սուրբ Հակոբ եկեղեցի հայ առաքելական եկեղեցի Արարատի մարզի Արարատ գյուղում, ընդգրկված է
Արարատի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կառուցվել է 1866 թվականին Պարսկաստանի Մակու քաղաքից այստեղ ներգաղթած հայերի նախաձեռնությամբ։ Բազիլիկ կառույց է, որը երկու շարք երեքական նյութերով բաժանվում է 3 նավերի։ Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներ են։ Ձախակողմյան ավանդատան մոտ մկրտության ավազանն է։ Խորանի աջ և ձախ կողմերում կամարակապ որմնախորշեր են։ Եկեղեցին ունի 3 մուտք՝ հյուսիսային, արևմտյան և հարավային։ Կառուցված է տեղական գորշ տրավերտին քարով։ Պատերը ներսից սվաղված են կրով։ Եկեղեցուն կից զանգակատունը կառուցվել է 1866 թվականին, վերակառուցվել 2008-ից 2010 թվականներին, հովանավորներ Սամվել և Ստեփան Վարդանյանների կողմից։ Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան տուն-թանգարան գտնվում է Արարատի մարզի Արարատ գյուղում, Գարեգին Նժդեի փողոց 7 հասցեում։ Թանգարանը նվիրված է հայ հասարակական, քաղաքական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի կյանքին և գործունեությանը և բացվել է 2001 թվականի մարտի 5-ին նրա ծննդյան 43-րդ տարելիցի օրը։ Թանգարանում ներկայացված են Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործունեությունը, որպես գրող, զինվոր, սպարապետ և պետական գործիչ։ Բաքում տեղադրված է նրա կիսանդրին, որը քանդակել է Կամսար Ղազարյանը։ Ամեն տարի մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը թանգարանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ Արարատ գյուղը գտնվում է Երևանից մոտ 50 կիլոմետր հարավ և այնտեղ կարելի է հասնել ավտոմեքենայով կամ հանրային տրանսպորտով։ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը կարևոր վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ նրա կյանքին և գործունեությանը որպես Հայաստանի ազգային հերոս և պետական գործիչ։